Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է 8 եպիսկոպոսների հետ, բարձրաստիճան այդ հոգևորականները ավելի վաղ հայտարարություն էին ստորագրել, քննադատելով ամենայն հայոց կաթողիկոսին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Մեղադրյալ Լիզա Արմենակի Մանտաշյանի նկատմամբ։ Դատարանը, որ օրեր առաջ երկարաձգել էր Բագրատ Սրբազանի գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանտաշյանի կալանքը 3 ամսով, այսօր վերացրեց այդ խափանման միջոցը, կիրառելով վարչական հսկողություն եւ գրավ։ Ինչ վիճակ է Դիլիջանում, որտեղ մի քանի օր է փրկարարները կրակի դեմ են պայքարում։ Ծուխնել այսօր է քաշվել, շնչելու տեղ ձևել չկար, խեղդոնել։ Թթվածին չկա, փոշին խեղդում է։ Երևանի կենտրոնում փոշու քանակը թույլատրվածից 4 անգամ ավելի է, օդի աղտոտվածությունը տեսանելի է անզեն աչքով։ Շին հրապարակ է մեր քաղաքը։ Ինչ վիճակում են ծափաթաղում խեղտամահ հարված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները, որ ողբերգությունից հետո հովի երեխաների աջակցության կենտրոն էին տեղափոխվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդիպել է 8 եպիսկոպոսների հետ, բարձրաստիճան այդ հոգևորականները ավելի վաղ հայտարարություն էին ստորագրել, քննադատելով ամենայն հայոց կաթողիկոսին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով, եւ գիտեք, ես կարծում եմ, որ այն թեման, որը արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, հանձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական որակարգի հետ ենք առնչվում։ Ամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը, եւ ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն, եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման եւ զրույցի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ պատրաստ եք նման խոսակցության եւ քննարկման։ Մինչ այդ Փաշինյանը օրվա առաջին կեսին էր հայտարարել, որ պատրաստ է ընդունել բարձրաստիճան հոգևորականներին։ Իշխանական լրատվամիջոցների կողմից հրապարակված բարձրաստիճան հոգևորականների հայտարարության մեջ եպիսկոպոսները փաստում էին, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը փորձաքննությամբ հաստատվել է, իսկ կաթողիկոսը փորձում է դա կոծկել։ Մայրաթորից օրվա վերջում արձագանքեցին, դա խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Իշխանությունը ողջունում է, իսկ Մայրաթորը խեղաթյուրված է համարում եպիսկոպոսներին վերագրվող հայտարարությունը։ Այսօր օրվա սկզբում նախ իշխանական մամուլը, ապա նաև իշխող ուժի անդամները մեկը մյուսի ետևից արագորեն տարածեցին մի հայտարարության լուսանկար, որը վերագրվում է Մայրաթորի 1 տասնյակ եպիսկոպոսներին եւ arczepiskoposներին։ Համաձայն այդ փաստաթղթի 13 բարձրաստիճան հոգևորականներից 10-ը կաթողիկոսին անվանել են մեջբերում եմ սրբապղծության հովանավոր, կոչ անելով մյուս եպիսկոպոսներին ու հավատացյալներին միանալ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Այս կոշտ հայտարարությունը բարձրաստիճան հոգևորականները հիմնավորել են քննչական կոմիտեի ստացված փորձաքննության եզրակացությամբ, պնդելով թե Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերը իրական են։ Հոգևորականները պնդում են, թե վեհափառը առ-ոչինչ է համարել այդ փորձաքննության արդյունքները, կոծկել է Արշակ Սրբազանի սրբապիղծ արարքը եւ այդ կերպ դարձել սրբապղծության հովանավոր։
Այսպիսով ըստ հայտարարության հեղինակների Գարեգին II անհավատարիմ է գտնվել իր վարդապետությանը եւ հետեւաբար նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին։ Ըստ տարածված լուսանկարների այդ հոգևորականների թվում են Նավասարդ arczepiskopos Կճոյանը, ԱՄՆ Արևմտյան թևի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել arczepiskopos Քարամյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ այլք։ Ինչ ստորագրությունը չկա, դա եմ ասում, այսինքն դուք չեմ ծանոթացել ասում։ Ցուցակում հայտնված, սակայն հայտարարության տակ չստորագրած Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովպե եպիսկոպոս Իսախանյանը տեղյակ չէր տարածված հայտարարությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա անընդհատ կրկնում էր, որ դեռ պետք է ծանոթանա տեքստին։ Ամեն դեպքում Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը վստահեցնում էր, կաթողիկոսի հրաժարականը չի պահանջում։ Սրբազան, այսինքն ձեր ասածից ճիշտ ենք հասկանում, որ եթե դուք տեղյակ չեք, սակայն ձեր անունը այդտեղ է, այդ խոսում է այդ փաստաթղթը կեղծ լինելու մասին։ Եվ իշխանությունների ձեռքին գործիք է դարձել։ Չեմ կարող ասել, ես ոչ կարող եմ։ Եթե տեղյակ չեք, բայց ձեր անունը այդտեղ կա, այսինքն առանց ձեզ հարցնելու ձեր անունը նշել են այդտեղ։ Իմ անունը կա այդտեղ, բայց դուք չեք ստորագրել, բայց դուք կոնկրետ հրաժարականը պահանջում եք ամենայն հայոց կաթողիկոսի, թե ոչ։ Ոչ։ Հստակ է չէ։ Մայրաթորը, որ ողջ օրվա ընթացքում լռություն էր պահպանել, օրվա ավարտին այդ հայտարարությունը որակեց խեղաթյուրված։ Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ եւ պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։ Երբ որ դա կհաստատվի, այն ժամանակ իմ ասելիքները կասեմ։ Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված փորձաքննության արդյունքներին, համաձայն որոնց իբրև թե հաստատվել է, որ Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը իրական են, ապա Մայրաթորի դիվանապետը կասկածի տակ դրեց նաև փորձաքննության իսկությունը։ Ինձ հայտնի չէ փորձաքննություն, ինձ հայտնի չէ փորձաքննության եզրակացություն։ Եվ ինձ մոտ բնական հարց է առաջանում, եթե ես ուղղակիորեն ներգրաված եմ ակամա այս process-ի մեջ, ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպես կարող է երրորդ, չորրորդ գործին չառնչվող անձանց ձեռքին այդպիսի փորձաքննություն լինի։ Արշակ Սրբազանը իր անվան շուրջ կատարվող իրադարձությունները բացատրում է իր դիրքորոշմամբ, որոնք դուր չեն գալիս ոմանց։ Ամեն դեպքում պնդես չի փոխելու իր դիրքորոշումը եւ Մայրաթորից հեռանալու մտադրություն չունի։ Արշակ Սրբազանը բազմից է սուր որակումներով քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու համար հեռանամ։ Ես ասում եմ, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական այնտեղ չնշեցի, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական հիմք։ Ես ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում այդտեղ։ Ես ինչ որ որոշում պիտի կայացնեմ, որովհետև ինչ որ մարդիկ այդպես են ցանկանում։ Դա դուք ճիշտ եք համարում։ Իհարկե ոչ։ Արդյոք Փաշինյանը պատրաստ է Մայրաթորը ազատագրել այն հոգևորականների միջոցով, որոնց մասին էլ կուսակրոնության ուխտը խախտելու մասին տեղեկություններ կան։ Լրագրողը հիշեցրեց օֆշորային պատմությունների մեջ ներքաշված եւ Բենթլի մականունը ստացած Նավասարդ Կճոյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Արաքել եպիսկոպոս Քարամյանին, ով ըստ մամուլի տարբեր պաշտոններ զբաղեցրած Արգիշտի Քարամյանի հայրն է։ Այսինքն ձեզ համար ընդունել է սրբության սրբոց Մայրաթորը ազատագրել այն անձանցով, որոնց մասին է կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ տեղեկություններ կան։ Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է եւ նա պետքա ուղղակի ազատի մեր սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Արդյոք քննչական կոմիտեն իսկապես եպիսկոպոսներից բաղկացած հանձնախմբին ուղարկել է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքները։ Արդյոք իսկապես փորձաքննությամբ հաստատվել է, որ այդ տեսանյութերը իրական են, ինչն էլ առիթ է հանդիսացել աղմկահարույց հայտարարության համար։ Մեր այս հարցերին պատասխանելու համար քննչականից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը եւ արել ենք։
Մինչ այդ իշխող ուժի անդամները մեկը մյուսի ետևից ողջունում են բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրեց, որ եկեղեցին մաքրվում է, իսկ Փաշինյանի ղեկավարած ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը արձանագրեց. Ահա եւ վերջ։ Եթե առաջ ասում էինք Կտրիչ Ներսիսյանի կեղծ կաթողիկոսության օրերն են հաշված, հիմա արդեն կարելի է ասել ժամերը։ Դատարանը, որ օրեր առաջ երկարաձգել էր Բագրատ Սրբազանի գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը 3 ամսով, այսօր վերացրեց այդ խափանման միջոցը, կիրառելով վարչական հսկողություն եւ գրավ։ Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին նրա ազատ արձակման, այսօր ընդունելի համարեցին փաստաբանների հիմնավորումները։ Լիդիա Մանթաշյանի կալանքի երկարաձգումը մտահոգության եւ տարակուսանքի ալիք էր բարձրացրել հանրության ու իրավապաշտպանների շրջանում, որակվելով որպես ոչ իրավաչափ։ Վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը, վարչական հսկողություն։ Ես անկեղծ շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդը ընդվզեց այդ ամեն ինչին, տեսնելով այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ ապօրինի մեզ պատժի են ենթարկում, սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր։ Դատարանն այսօր փոխեց իր մեկ շաբաթ առաջ կայացրած որոշումն ու կալանքից ազատ արձակեց ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանին։ Երամսյա կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ ու 2.5 միլիոն դրամ գրավով։ Անցած մեկ շաբաթում գլխավոր դատախազության դիմաց նստացույց անցկացվեց նրա ազատության համար։ Իրավապաշտպանները խիստ քննադատեցին Մանթաշյանին կալանքի տակ պահելու որոշումը։ Ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար, նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին առաջի դատական նիստին քննիչը ասեց, ասում է Լիդիա Մանթաշյանը գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների հետ, այդ պատճառով խնդրում ենք ասենք իրան տանել 2 ամիս կալանքի։ 39-ամյա անդիմադիրն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից 3 օր ունի գրավի գումարը հավաքելու համար։ 5 ամսյա բանտարկությունից հետո ազատության առաջին րոպեներն անցկացրեց հարազատների ու ընկերների հետ գրկախառնություններով։ Տեսեք, եթե քրեական գործը կարդաք, կհասկանաք, որ լրիվ ջուր է այնտեղ նշված ամեն ինչ, ծուխ եմ փորձարկել Շարբաթյան Մովսեսի հետ։ Այն ծուխերից, որ մենք օգտագործել ենք հանրահավաքների ժամանակ։ Փորձել ենք հասկանանք այդ նոր ծուխը, որ բերել են, ինքը ինչքան վարկյան է պահում։ Վարկանաչափ պահել ենք, ծուխ ենք փորձարկել։ Ազատության հարցին էլ ինչի համար են իրեն մեղադրում, պատմեց, որ իրավապահները նոթատետրն են արգրավել, ծանոթացել դրա բովանդակությանն ու գրառումները որակել հանցագործություն։ Որտեղ ասենք շատ անձնական բաներ կան։ Իմ մտորումներն են գրած, կա որ փողոցում մարդիկ հանդիպել են, ասել են Սրբազանին խնդրում ենք մի բան փոխանցի, մարդկանց չնեղացնելու համար ու ցույց տալու ինչքան կարևոր բաներ են ասում։ Ասենք նոթատետրս բացել եմ, գրել եմ, ասել եմ հա եղավ, անպայման կփոխանցենք Բագրատ Սրբազան։ Ինչ փոխվեց այս մեկ շաբաթվա ընթացքում։ Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, այսօր ընդունելի համարեցին փաստաբանների հիմնավորումներն ու մտահոգությունները եւ առաջարկեցին կիրառել բացակայելու արգելք գրավով։ Ընդունելի համարելով պաշտպանական կողմի բարձրացված իրավական առումով, բացառապես իրավական առումով բարձրացված նշան մտահոգությունները կամ հիմնավորումները, պատվարժան դատարան այլընտրանքային խափանման միջոցները ներկա իրավիճակում այս ամբողջ քննարկումների արդյունքում գտնում ենք, որ իզորու են ապահովել մեղադրյալի այն իրավաչափության ռիսկերը պայմանին ինչ որ նախանշված են եղել։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով անցած մեկ շաբաթում հարյուրավոր քաղաքացիներ միացան Մանթաշյանի ազատության պահանջին։ Դատախազներն էլ ընդունեցին, որ կա իրավաչափության խնդիր։ Այսինքն համաձայնելով իրավական փաստարկներին, որ այլևս տարբերակված մոտեցում է առկա եւ օրենքի եւ դատարանի արչեւ հավասարության սկզբունքն է խախտվում նաեւ այս պարագայում, իրավաչափության պայմանը խախտվում է, բայց ես վստահ եմ, որ այս դիրքորոշումը այսպիսին չէր լինի, եթե չլիներ այս հանրային մեծ արձագանքը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը Մանթաշյանի ազատ արձակման որոշումից հետո թեև հայտնեց իր ուրախությունը, բայց եւ պնդեց այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է։ Դուք այսօր փաստեցիք, որ ոչ թե արդարադատությունն ու արդարությունն է գործում, այլ գործում է նպատակահարմարությունը։
Եվ սա ցցուն արտահայտություն է։ Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա 17 համախոհներն այս քրեական գործը համարում են շինծու, մինչդեռ իրավապահները ընդհուպ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդում են, ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին վկայում են նաև առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Facebook-յան իր գրառման մեջ նշել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3833 անց, կրկին բացելով այդ թեմայի շուրջ բանավեճը։ Ինչու է հիմա հրապարակում զոհերի թիվը, հարցին Սիմոնյանն արձագանքեց, թե այդ թիվը վաղուց հրապարակված է, ինքը վերահրապարակում է հանրության շրջանում մանիպուլյացիաները բացառելու համար։ Չնայած Ալեն Սիմոնյանի պնդմանը, թե վաղուց զոհերի պաշտոնական թիվը հայտնի է, 44-օրյա պատերազմում 3833 զոհի մասին Քննչական կոմիտեն միայն այս ամիս է խոսել, ավելի վաղ լրատվամիջոցների հարցումները կամ անպատասխան էին մնում, կամ իրար հակասող թվեր էին հրապարակվում։ Քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականին զոհվածների թիվը, հաստատված թիվը 3833 եւ զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ եւ հարցնում են, թե սա ինչ թիվ է։ Այն դեպքում, որ այս թիվը պաշտոնապես վաղուց հրապարակված է, պաշտոնապես վաղուց հրապարակված է։ Եվ գիտեք, խնդրեմը ինչումն է, որ այնքան մեզ փորձել են այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենդներ հավաքել, այդ սրիկա քաղաքական գործիչները, որոնք որ այլ թվեր են հրապարակել, որ մեր իրականության մեջ այս թիվը կարծես թե նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ Պաշտոնական թիվը 2020 թվականի պատերազմի 3833 է։ Եթե նրանք հենց սկզբից հրապարակեին անունները եւ մեր հերոս զինվորների, անմեղ քաղաքացիական բնակիչների զոհված թիվը չէր առաջանա այս հարցը։ Զոհերի կորստի ցավը փորձում են այսպես նվազեցնել, թե ինչ 5000, ընդամենը 3833։ Ամեն անվան հետևից մի կյանք է, մի ճակատագիր է, մի ընտանիք է, հարված է ամբողջ ազգին, եւ հիմա այս թվերի մանիպուլյացիան, ինչ ասեմ, առանձնազն ազնիվ չէ։ Ամեն անգամ մանիպուլացրել է, հղում տալով գնացեք զինհաշմանդամների հիմնադրամում անունները կան սակա։ Մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես 44-օրյա պատերազմի ժամանակ իր իսկ բանակի զոհված զինծառայողների անունները հակառակ բոլոր պահանջների անուն առանուն չի հրապարակել։ Ցանկացած երկրում, որտեղ ունեն իրենց երկրի պաշտպանության համար զոհվածներ, բազմաթիվ հուշահամալիրներ կան աշխարհի 4 ցեքերում, անուն առանուն գրված է։ Անդրադառնանք հրդեհներին, որ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի անտառներում եւ հանդերում են բռնկվել։ Նախ նոյեմբերի 21-ին Ճամբարակ Թթուջուր հատվածում էր հրդեհ բռնկվել, ապա Դիլիջանի Կազաչի կոչվող հանդամասում եւ Դիլիջանի Ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի անտառային մասում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ առաջին հրդեհը գրեթե մարված է, Դիլիջանի հրդեհներն էլ հիմնականում մեկուսացվել են, բայց որն է հրդեհների պատճառը, մասնագետները դեռ հստակ պատասխան այս հարցին չեն տալիս, թեև շատ է քննարկվում փաստը, որ շատերը նոյեմբերին խոտն են այրում եւ գուցե հենց այդպիսի մի կրակից էլ հրդեհ է տարածվել։ Չէ, սարերի հետևին է եղել, Դիլիջանին չի վնասել։ Ծուխը զգացում է, մոխիրն էլ եկել է, լցվել էր այստեղ, առավոտը որ վեր կացանք, սա մոխիր էր։ Ծուխն էլ այսօր է քաշվել, շնչելու տեղը ձևել չկար, խեղդում էինք, որտեղ 4 կողմը բռնած էր։ Գիշերները լրիվ կարմրին էր տալիս սարերի հետևը։ Բա ինչ եք կարծում, ինչից ծագեց այդ։ Արդեն գիտնականներն են ասում։ Բնապահպանների։ Ես ոչ խոտ ունեմ, ոչ խոտ եմ առում։ Հավաք մենք լամ թափեմ։ Այս այգու հարդես չի լի անտառը։ Երևան անում ես, լսած չեմ ստե։ Այրելը ընդհանրապես ճիշտ է, բայց նման պայմանները, նման շոկի դեպքում, երբ որ ամբողջ ամռան անձրև չի եկել համարյա, քիչ վտանգը շատ է, էլի, եթե այրում են, պետք է մոտը կանգնենել։ Ստենց բարձի թողի վիճակը այսպես վիճակի է բերում, էլի։ Խոտը վառելը ճիշտ է, ճիշտ չէ, վառելը սխալ է, վառելը ճիշտ չի։
Բա ինչու մարդկանց մեջ է ընդունված է դա։ Դե տարբեր մարդիկ են տարբեր ձևեր մտածում, էլի աղջիկ ջան, ինչ ասեմ ես։ Օրինակ ասենք իմ սեփական տունը ծառի տերևը որ թափվում է, ես ասենք հորում եմ գետնի տակ, հողը փորում եմ, լցում եմ դե ծածկամ էլի։ Հետո հիմա թույլ չեն տալի, որ ասենք հայաթան վառես։ Արդեն գիտեն մարդիկ։ Գիտեն, այո, 50,000 դրամ տուգանքա պարեկները գնում գալիս են հաճախակի։ Մեծ մասը գիտեն, երևի 90%-ից ավելի գիտի, որ չի կարելի։ Այս դերների ընթացքում տարածվեց, թե մինչև էդ էլ։ Չէ, մինչև էդ, հա, արդեղ էս մի քանի օր է էլի որ եղել ասենք, հա։ Բայց մինչև էդ ասված էր, որ հանկարծ չվառեն, էլի հայատները ծուխը խեղտմա, հետո թույն է տեղով, էլի։ Ուղղակի սովորեն հինուց եկել, հա, որ քու բախ չնա, դու կարաս վառես։ Իսկ հիմա ասում են, որ էլի քու բախ չնա, բայց մի վառի, որտեղ վնաս է, համ հարևանին, համ քեզ, համ էլ օդը կեղտոտում։ Հիշեցնեմ 3 տավուշում հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողական մեքենայի վթարից 1 փրկարար էր զոհվել, ևս 4-ը վիրավորվել էին։ Ազատության տեղեկություններով մեքենան կողաշրջվել էր Կազաչի կոչվող հատվածում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տուժած 4 փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Թթվածին չկա, փոշին խեղդում է։ Երևանի կենտրոնում փոշու քանակը թույլատրվածից 4 անգամ ավելի է, օդի աղտոտվածությունը տեսանելի է անզեն աչքով։ Շին հրապարակ է մեր քաղաքը։ Ինչ վիճակում են ծափաթաղում խեղտամա հարված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները, որ ողբերգությունից հետո հովի երեխաների աջակցության կենտրոն էին տեղափոխվել։ Ով է կազմակերպել Ուկրաինայի շուրջ ռուսաստանցի և ամերիկացի բանակցողների հեռախոսազրույցի արտահոսքը, Գարդիանը մանրամասներ է հայտնում։ Վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է, մեկ շաբաթվա տվյալներով կենտրոնում փոշու կոնցենտրացիան նորման գերազանցել է 4 անգամ, ողջ քաղաքում միջինում 1.5 անգամ։ Շատ մտահոգված եմ, անհանգստացած եմ, տունը 5 անգամ շին աղբ ենք մաքրում, այզվի վիճակա։ Թթվածին չկա, փոշին խեղդում է, տանը եթե մի քանի անգամ էլ մաքրենք մեկա փոշին նստում է, ծանրաբեռնվածությունները փողոցներու է սմոգերը, մեքենաների այդ գազերը բաց թողված, որի մասին խոսենք, էլ շինարարության մասին չենք ասում, նույն փողոցը շաբաթը, 2 շաբաթը մեկ քանդում են, այս ամբողջը փոշի չի, շնչում ենք։ Ես գրիպ եմ, բայց նաև օդի աղտոտվածության պատճառով եմ դիմակ դրել։ Հիմա օդը աղտոտված է, բայց ընդհանուր լավ է, բայց հիմա ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում։ Գուցե անտառային հրդեհներն են պատճառը։ Շին հրապարակ է մեր քաղաքը, շինարարական հզոր հրապարակ, սենց բան, ուղղակի բեմքը կորցրած քաղաք դարձավ մեր քաղաքը։ Ճիշտ ասած, ես էլ ստեղ չեմ ապրում, Գյումրիից եմ, բայց ստեղ չեմ զգացել օդը։ Ոչ։ Քանի օր է, որ ասում են։ Մենք այսօր ենք եկել ուղղակի։ Աղտոտված է, մանավանդ եթե բարձր դիրքից ես նայում մայրաքաղաքին։ Մենք քաղաքից չենք, մի քանի ժամավոր ստեղ ենք։ Չենք, Վանաձորից ենք, որտեղ հեչ կեղտոտ չկա։ Այստեղ պետք է մի քիչ երկար մնանք, որ զգանք կեղտոտությունը։ Դեռ չեք նկատել։ Դեռ չեք։ Որտե մի երկու ժամ չենք նկատելու, սիրում ենք մեր մայրաքաղաքը, ուզում ենք որ լավը լինի։ Աղտոտվածությունը դե բավականին սոցցանցերում շրջանառվում է ցուցանիշների մասին որոշակի։ Չեմ կարծում կասկածելու տեղ ունենանք, որովհետև հասկանալի է շինարարության այս պայմաններում, դե չեմ կարծում հրդեհների արդյունքը դեռ կա, այդ հետո կլինի։ Ինչ խոսք մտահոգիչ է։ Այսօր մեր հանրապետությունում կարելի ասել համար առաջին բնապահպանական խնդիրն է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է օդի աղտոտմանը, նշելով, որ սա տասնամյակների խնդիր է եւ կապված է նաեւ ջեռուցման սեզոնի եւ Երևանի աշխարհագրական դիրքի հետ։ Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունի տասնամյակների պատմություն եւ խնդիրը բազմաշերտ է եւ առաջին հերթին իհարկե պայմանավորված է ջեռուցման սեզոնով
Այս մի քանի օրը նաև պայմանավորված է որոշակի հրդեհներով, որոնք որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում, բայց ամենակարևոր եւ ամենաբարդ հատվածը իհարկե մեր աշխարհագրական դիրքն է եւ հարարատյան գոգավորության հատվածում կուտակվող եւ չշարժվող օդը։ Եվ մենք շուտով կխոսենք նաև թե ինչեր է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը, ինչ համագործակցության շրջանակ ենք պատկերացնում մեր շրջակա միջավայրի նախարարության, մեր տեսչական մարմնի հիդրոօթերոթաբանության կենտրոնի հետ եւ կարծում եմ նաև կհրավիրենք տարբեր մարդկանց երևանցիների, ում հուզում է հարցը, ով հետաքրքրված է խնդրով եւ նաեւ կտեղեկացնենք թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ առումով։ Ծափաթաղում տեղի ունեցած ողբերգությունից հետո խեղտամահ հարված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները տեղափոխվել են Հովիի երեխաների աջակցության կենտրոն։ Ինչ վիճակում են հիմա երեխաները, որոնցից երկուսը նաև առողջական խնդիրներ ունեն։ Երեխայի սպանության մեղադրանքով կալանավորված է հայրը, մոր հետ աշխատում է հոգեբանը։ Հիմնական հարցերից մեկը, որ դեռ պատասխան չունի, այն է, թե արդյոք մայրը տեղյակ է եղել ամուսնու մտադրությանը։ Ծափաթաղում խեղտամահ հարված 3-ամյա Տիգրանի եղբայրը, որ սպանության ականատեսն է եղել, խնամքի կենտրոնում փորձում է կրկնել տեսածը, խեղդել երեխաներին։ Կրկնում է այդ վարքը, փորձում է ուրիշ երեխաների նկատմամբ կիրառի։ Բնականաբար աչալուրջ ենք, փորձում ենք հետ պահել, փորձում ենք հասկանալ, փորձում ենք տարածք տալ երեխային, որ հնարավոր լինի վերանայումներ անել։ Փոքրիկի քույրն ու 3 եղբայրները ծափաթաղի ողբերգությունից հետո Հովի երեխաների աջակցության կենտրոն էին տեղափոխվել։ Տնօրեն Միրա Անտոնյանն ասում է Տիգրանից 2 տարով մեծ համր երեխան ծանր տրավմա ունի, նրա հետ լոգոպեդն է աշխատել, այժմ հոգեբուժներն են զննում։ Եղբայրներից մեկն էլ հոգեբուժական հաստատված ախտորոշում ունի, նա էլ ինքն իրեն է փորձում վնասել։ Ինչ որ ընթացք դեղերը չէր ստացել, սրացում սկսվեց երեխայի մոտ։ Այս պահին հոգեբուժներն են աշխատում այդ երեխայի հետ։ Օվանեսովների 4 երեխաներից 2-ը առողջական խնդիրներ չունեն, սակայն փորձագետների գնահատմամբ նրանք էլ բարձի թողի վիճակում են։ 3-ամյա փոքրիկն անհետացել էր հոկտեմբերի վերջին, նրան 7 օր ու գիշեր որոնում էին։ Այս ընթացքում նրա խոսել չկարողացող եղբայրը ձեռքը անընդհատ կոկորդին էր տարել, ինչ որ բան հասկացնելու։ Փոքրիկին գտան գյուղից ոչ շատ հեռու դաշտամիջյան հատվածում մարմնական վնասվածքներով։ Ներքին գործերի նախարարը հրապարակեց նախնական զարհուրելի վարկածը։ Հայրն է խեղտամահարել 3-ամյա փոքրիկին։ Գյուղում շշուկներ կային, որ նա հայրության վերաբերյալ կասկածներ է ունեցել։ Արմեն Ովանեսովը սպանության մեղադրանքով կալանավորված է։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, նախաքննության ընթացքում տվյալներ են ի հայտ եկել նաև ֆիզիկական ներգործության վերաբերյալ։ Երբ որ մենք ընդունում ենք երեխաներին, մանրամասն ուսումնասիրում ենք, մեր բժշկուհին նայում է մաշկը եւ այլն, սպիներ եւ այլն, որևէ արտառոց բան չենք նկատել, անշուշտ կան, որ երեխայի վրա չկա սպի, ասենք, չգիտեմ, ընկել է, ինչ որ եւ այլն, բայց ինչ որ սենց շատ բուրըն, ծխախոտի հետքեր, որ սովորաբար տեսնում ենք, կամ սպիներ, որոնք վկայում են հարվածի հետևանքի եւ այլն, ավելի մանր, ավելի անմեղ սպիների մասին է խոսքը, բայց քիչ չեն։ Ուղղակի չեն կարող պնդել, թե դա բռնության, թե պատահական ընկնելու կամ, չգիտեմ, անզգույշ վարվելու հետևանք։ Միրա Անտոնյանի խոսքով միայն արտաքին զննությամբ չեն կարող ասել ընտանիքում մյուս երեխաները բռնության ենթարկվել են, թե ոչ, չի կասկածում այդ մասին փոքրիկները ի վերջո կպատմեն։ Երեխեք իրենք են սկսելու պատմել, եթե նման բան ա եղել, իրենք կամաց-կամաց բացվելու են ու սկսելու են կիսվել։ Մենք այդ փորձը ունենք։ Գիտենք, որ քննիչ չենք, որ միանգամից դնենք ու հարցակնենք դրվագի հետ կապված։ Հոր մասին երեխաները դեռ չեն խոսել։ Անունը չեն տալիս։ Դեռ չենք լսել, որ հոր մասին խոսեն, չէ։ 5 երեխաներից մեկին սպանված տեսած ու 4-ին էլ խնամքի կենտրոն ճանապարհած մայրը ծափաթաղից հայրական գյուղ գնաց ժամանակավոր։ Ծափաթաղի վարչական ղեկավարն ասաց, կապի մեջ են, մայրը ցանկանում է թեկուզ դատարկված, բայց տուն վերադառնալ։ Նա նաև երբեմն Երևան է գալիս, այցելում երեխաներին, ուզում է ինքը պահել նրանց։ Ըստ Միրա Անտոնյանի հարցականները սակայն դեռ շատ են։ Գլխավորը մայրը տեղյակ է եղել ամուսնու պլանից։ Եթե տեղյակ է եղել եւ լռել է, այդ երեխաներին չի կարելի տալ մորը, բայց ով գիտի, գուցե եւ տեղյակ չի եղել։ Այսինքն այնքան հանգամանքներ կան, որ շատ շուտ է ասել, թե մոր հետ լավ կլինի, թե չէ։ Եթե մայրն անտեղյակ է եղել, այնուամենայնիվ դեռ պետք է հասկանալ, նա ի վիճակի է պաշտպանել իր 4 երեխաներին։ Ռիսկերի գնահատման մեջ ամեն ինչ է հաշվի առնվում, բայց սպասենք քննության ընթացքին,
մոր ներգրավվածությունը կամ տեղյակ լինելը, տեսնենք ինչի մասին են ասում, ըստ այդմ կհասկանանք, որքանով է ռիսկային երեխաների վերադարձ։ Եթե փոքրիկ իսպանության դրվագը ընտանիքի պատմությունից հանենք, սա ըստ փորձագետի հարյուրավոր ընտանիքներից մեկն է։ Սովորական աղքատ ընտանիք է, որտեղ շատ երեխաներ կան, ռեսուրսները պակաս են, կենցաղը լավ չի կազմակերպված եւ այլն։ Եթե մենք նման ընտանիքներից երեխաներին հանելու լինեինք, ապա պիտի շատ ընտանիքներից հանենք երեխաներ։ Հովի կենտրոնում նկատում են, որ երեխաները մայրիկին կարոտում են, սպասում, բայց էմոցիաները արտահայտելու հարցում նույնպես աղքատ են։ Միջազգային լրահոսի հիմնական թեման Ռուսաստանի նախագահի օգնականի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հեռախոսազրույցի արտահոսքն է, որ հրապարակել է Bloomberg-ը։ Ընդ որում ուշագրավ է, որ լրատվամիջոցի ձեռքի տակ հենց ձայնագրությունն է հայտնվել։ Արտահոսքը Կիևում և Եվրոպայում մտահոգություններ է առաջացրել, որ ԱՄՆ բանագնաց Ուիտքոֆը չափազանց ռուսամետ դիրքորոշում ունի։ Как вам публикации сегодняшние в американских СМИ? Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի հեռախոսազրույցի արտահոսքը հավանաբար կազմակերպել է եվրոպական որևէ երկրի հետախուզական ծառայություն։ Ուկրաինական խնդրի հարցում Ուիտքոֆի ռուսամետ դիրքորոշման պատճառով, հայտնում է բրիտանական Guardian-ը իր աղբյուրի հղումով։ Ըստ արտահոսքի, որը հրապարակել էր Bloomberg-ը, Ուիտքոֆը խորհուրդներ է տալիս Ուշակովին, թե ինչպես պետք է Վլադիմիր Պուտինը խոսի Դոնալդ Թրամփի հետ, ցույց տալու, որ Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն։ Вряд ли это делать для того, чтобы улучшить отношения. Թերթը նշում է, որ Bloomberg-ը ձեռք է բերել հեռախոսազրույցի ձայնագրությունը, ոչ թե սղագրությունը, ինչը վկայում է դա տրամադրած աղբյուրը կամ անձամբ մասնակցել է գաղտնալսմանը, կամ այնպիսի բարձր պաշտոնի է, որ կարողացել է ձեռք բերել ձայնագրությունը։ Ուշակովը Կոմերսանտին ասել է, որ զրույցների ժամանակ օգտվել է նաև WhatsApp հավելվածից, որտեղից էլ կարող էր գաղտնալսումն արված լինել։ Նա բացառել է, որ արտահոսքը հեռախոսազրույցի մասնակիցներն արած լինեն։ Я с Уитковым достаточно часто разговариваю. Երբեմն շփումները լինում են WhatsApp-ով, որոնք ընդհանուր առմամբ ինչ-որ мեկը կարող է ենթադրաբար լսել։ Անհավանական է, որ զրույցի մասնակիցները նման արտահոսք անեին։ Не знаю, кто сливает, тот прослушивает. Արտահոսքը Կիևում եւ Եվրոպայում մտահոգություններ է առաջացրել, որ Ուիտքոֆը չափազանց ռուսամետ դիրքորոշում ունի, ինչը կարող է թույլատնել վստահությունը Վաշինգտոնի որպես չեզոք միջնորդի նկատմամբ եւ ազդել բանակցությունների վրա։ ԱՄՆ նախագահը սակայն ասել է, որ որևէ խնդիր չի տեսնում։ Դա բանակցային ստանդարտ գործընթաց է։ Պոլիտիկոն հայտնում է, որ Վաշինգտոնը մտադիր է նախապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ դրանից հետո միայն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ։ Ըստ թերթի այդ մասին եվրոպացի մի քանի դիվանագետների ասել է ԱՄՆ պետքարտուղարը, ընդ որում Մարկո Ռուբիոն խոստացել է, որ ԱՄՆ նախագահն այնպիսի գործարք կկնքի, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը։ New York Times-ն իր հերթին գրում է, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Դեն Դրիսկոլը եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը հրթիռներ է կուտակում, որոնք կարող են օգտագործվել ինչպես Ուկրաինայի դեմ, այնպես էլ Ուկրաինայից դուրս հնարավոր հակամարտության ժամանակ։ Ըստ թերթի Դրիսկոլն այս սպառնալիքն օգտագործել է որպես փաստարկ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման համար։ Այս ֆոնին Եվրոպան շարունակում է պնդել, որ ցանկացած գործարք պետք է անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրի Ուկրաինային։ Եվրոպական միության արտգործնախարարը հայտարարել է, որ դաշինքի ներդրումն այս հարցում կլինի աջակցությունն ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանը։ Ռուսաստանը դեռ սպառնալիք է եւ պետք է քայլեր ձեռնարկել դրա դեմ, ասել է Կայա Կալասը։ Եթե ուզում ենք կանխել այս պատերազմի շարունակությունը, ապա իրականում պետք է սահմանափակենք Ռուսաստանի բանակը եւ նրանց ռազմական բյուջեն։ Եթե ուզում ենք, որ սա այլևս չկրկնվի, չշարունակվի եւ ավելի չխորանա, մեզ պետք է արդար եւ տևական խաղաղություն։ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խաղաղության նոր պլանով Ուկրաինային տարածքային միակողմանի զիջումներ չպետք է պարտադրվեն։ Բորիս Պիստորիսի խոսքով Ուկրաինան պետք է պահպանի ինքնապաշտպանության իր կարողությունը եւ դրա համար անհրաժեշտ են ուժեղ զինված ուժեր եւ անվտանգության հուսալի երաշխիքներ, կոնկրետ ԱՄՆ-ից։ Ուկրաինան չպետք է ստանա կեղծ խաղաղություն, որը հավասարազոր է կապիտուլյացիայի, հայտարարել է նա։ Նախագահ Զելենսկին իր հերթին երեկոյան ուղերձում դաշնակիցներին կոչ է արել շարունակել ֆինանսական ու ռազմական աջակցությունն Ուկրաինային, որպեսզի կարողանա դիմադրել ռուսական ագրեսիային։ Խաղաղություն հաստատելու համար պետք է ճնշում գործադրել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի վրա, որը միակ պատճառն է, որ այս պատերազմը շարունակվում է։
Շվեդիան Եվրամիությանը կոչ է արել անհապաղ սկսել պատժամիջոցների 20-րդ փաթեթի մշակումը Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Արտգործնախարար Մարիա Մալմեր-Ստեներգարդն ասել է, որ դրանք պետք է թիրախավորեն ինչպես էներգետիկ ոլորտը, այնպես էլ ստվերային նավատորմը։ Պատժամիջոցների 20-րդ փաթեթը պետք է ավելի ուժեղ հարվածի Ռուսաստանի էներգետիկ ոլորտի եկամուտներին, քանզի դրանք պատերազմի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են։ Ամերիկյան առաջարկներին այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ Մոսկվան ընդհանուր առմամբ համաձայն է, որ խաղաղության ամերիկյան պլանի կետերը հիմք դառնան ապագա համաձայնագրի համար, սակայն նշել է, որ ներկայում խաղաղության համաձայնագրի ոչ մի նախագիծ չկա։ Կրեմլի ղեկավարն ասել է, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել, որ ապագայում չի հարձակվի Եվրոպայի վրա, ապա հաստատել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ամերիկյան պատվիրակության այցը Մոսկվա։ Մենք դեռ ստանում ենք ռազմական գործողությունների դադարեցման կոչեր, երբ ուկրաինական զորքը դուրս կգա իր զբաղեցրած տարածքներից, այդ ժամանակ էլ կդադարեն մարտերը, եթե չհեռանան, ռազմական ճանապարհով կհասնենք դրան։ Հռոմի պապ Լևոն 14-րդը այսօր կեսօրին ժամանել է Անկարա, Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետին դիմավորել են կառավարության անդամներ։ Սա Լևոն 14-րդի առաջին արտերկրյա այցն է մայիսին կաթոլիկ եկեղեցու հովվապետի պաշտոնում ընտրվելուց հետո։ Հռոմի պապը արդեն իսկ հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ, այցի ընթացքում Լևոն 14-րդը հանդիպելու է նաև Թուրքիայի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների հետ, նրանց թվում է լինելու նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, ով մասնակցելու է Թուրքիայի նախագահի կողմից ի պատիվ Հռոմի պապի այցի կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Դոնի Ռոստովի դատարանը այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Ղրիմի կամրջի 2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթեցման մեջ մեղադրվող 8 անձանց։ Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արտուր Թերջանյանը և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայ ազգի գործարարներ Գեորգի և Արտյոմ Ազատյանները։ Ռուսաստանի դատախազության պնդմամբ կամրջի վրա հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկը Ռուսաստանի տարածք է մուտք գործել Հայաստանի քաղաքացի Թերջանյանի բեռնատարով, հետագայում այն պահ է տրվել Ազատյան եղբայրներին պատկանող պահեստում։ Թերջանյանը, Ազատյանները և մյուս 5 ամբաստանյալները իրենց մեղքը չեն ընդունել։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից, հաջողություն։